Գիտեք չէ, Տիբեթում պոլիանդրիան բազմայրությունը գոյություն ունի առ այսօր։ Այս ավանդույթը գալիս է դեռ հեռավոր անցյալից եւ բացատրվում է ոչ թե կանանց դեֆիցիտով, այլ տնտեսական պատճառներով։ Նման կերպ տղամարդիկ պահպանում են ընդհանուր հայրական տունն ու ունեցվածքը, որը հակառակ դեպքում նրանց կարծիքով կարող է կործանել շատ ընտանիքներ։ Հարսնացուն ընտրվում է միջին տարիքի նախատեսված ավագ եղբոր համար, սակայն դառնում է բոլորի կինը։ Որքան ավելի շատ որդիներ կան ընտանիքում, այնքան տունը գրավիչ է։ Իսկ եթե մեկ կամ երկու որդի է, նրանք ամուսնանում են որբի կամ տարիքով մեծ աղջկա հետ։ Եղբայրները հավասար կիսում են ամուսնու պարտականությունները, իսկ երեխաները համարվում են բոլորինը, եւ նրանք պարտավոր են հավասարաչափ հայրություն անել։ Կնոջ հետ գիշերն անցկացնելու դեպքում ննջասենյակի դռան առջև տղամարդը թողնում է կոշիկները որպես նախազգուշացում։ Ի դեպ, կինն է որոշում, ում հետ գիշերն անցկացնի, իսկ եթե եղբայրներից մեկին անտեսում է, ապա տվյալ տղամարդը պետք է ջանա, որպեսզի արժանանա կնոջ ուշադրությանը։ Եթե կինը վերջնական հրաժարվում է գիշերել ամուսնու հետ, սկեսուրը որպես մեծ ծնկի գալով խնդրում է հարսին, որպեսզի որդուն տա հնարավորություն։ Ի դեպ նշենք, որ սկեսրայրը նույնպես կարող է կիսել անկողինը հարսի հետ։ Չամուսնացած աղջիկներն էլ կրում են մետաղադրամներից պատրաստված վզնոց։ Յուրաքանչյուր մետաղադրամ խորհրդանշում է իր սիրեցյալի նվերը։ Եթե մետաղադրամները քիչ են, ապա աղջիկը տղամարդկանց շրջանում հայտնի չէ եւ նրա ամուսնանալու հավանականությունը փոքր է։ Օտարերկրացու հետ սիրավեպն էլ ամենաբարձրն է գնահատվում, իսկ վզնոցում խորհրդանշվում է կորալի գնդիկով։ Իսկ դուք կպատկերացնեք, որ արհեստական բանականության դարաշրջանում կան նման սովորույթներ։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։